Շնորհակալություն։ Երևի սկսենք նրանից, որ աղիքային վարակիչ հիվանդություններ են, որոնք պայմանավորված են մանգրեներով, վիրուսներով եւ որոշ դեպքերում միաբջիջ կենդանիներով, ունեն սեզոնայնություն եւ հիմա շատ այն ժամանակն է, երբ տաք եղանակի հետ պայմանավորված կարող են բարձրանալ թե հիվանդացության ցուցանիշները, ինչպես նաեւ չի բացառում, որ կարող են արձանագրվել բռնկումներ, եթե չպահպանենք որոշ պարզ կանոններ։ Մի փոքր երևի թե խոսեմ վիճակագրությունից 2024 թվականի ընթացքում, սեզոնի ընթացքում, այսինքն ամառվա ժամանակահատվածում արձանագրվել է սննդի գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդության 5 բռնկում, որից 2-ը հանրային սննդի կազմակերպություններում հենց Երևան քաղաքում, մնացածը ուրեմն մեր մարզերում։ Հիմնական բռնկման պատճառ է հանդիսացել սննդի պահպանման եւ ուրեմն պատրաստման կանոնների խախտումը, այսինքն սննդամթերքի անվտանգության պարզ կանոնների խախտումը բերել է նրան, որ պատրաստի սննդամթերքը ենթարկվել է երկրորդային աղտոտման եւ մենք ունեցել ենք ուրեմն այս բռնկումները։ Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ աղիքային վարակիչ հիվանդությունները փոխանցվում են մի շարք գործոններով, օրինակ սննդով, ջրով, ինչպես նաև ձեռքերի միջոցով, կենցաղկոնտակտային եւ բռնկման, ինչպես նշեցի, հիմնական պատճառ հանդիսացող երկրորդային աղտոտման հետևանքով։ Որպես կանխարգելիչ միջոցառում պետք է նշեմ ամառվա ժամանակահատվածում շատ ուշադիր պետք է լինել սննդամթերքի գնման կանոնների պահպանմանը, սննդամթերքի պահման եւ պատրաստման կանոնների պահպանմանը։ Երևի թե սկսենք գնման կանոններից, սննդամթերք գնելիս պետք է ուրեմն այդ սննդատեսակները գնել խանութներից, արագ փչացող սննդատեսակները, ինչպիսիք են կաթ, կաթնամթերք, միս մսամթերք, ձու, կրեմային հրուշակեղեն, պարտադիր պետք է ուշադիր լինել, որպեսզի այդ սննդատեսակները պահպանվեն սառնարանային պայմաններում, այնուհետև կարևոր հանգամանք է նաև սննդամթերքի պատրաստման կանոնների պահումը, մասնավորապես սննդամթերքի պատրաստումից առաջ պարտադիր պետք է ուշադիր լինել հում եւ պատրաստի սննդամթերքի կանոններին, մասնավորապես նույն սարքերով, սարքավորումներով չի թույլատրվում մշակել հում եւ պատրաստի սննդատեսակները, քանի որ հում սննդատեսակների դեպքում դեռևս մենք ունենք մեկ կանխարգելիչ քայլ, այսինքն հում սննդատեսակի ջերմային մշակման գործընթացը, որը ապահովում է առկա հարուցիչների ոչնչացմանը, իսկ պատրաստի սննդատեսակի դեպքում բնականաբար արդեն երկրորդային աղտոտումից շատ դժվար է խուսափել, եթե չենք պահում ձեռքերի հիգիենայի կանոնները, եթե չենք օգտագործում հատուկ պատրաստի սննդատեսակների համար նախատեսված սարքեր։ Կարևոր կանխարգելիչ միջոցառումներից է նաև միրգ բանջարեղենի հոսող ջրի տակ լվացումը, եթե առկա չէ հոսող ջուր, ապա միրգը եւ բանջարեղենը պետք է լվանալ եռացրած, սառեցրած ջրի մեջ, չի թույլատրվում եւ խորհուրդ չի տրվում նաեւ գնել սննդատեսակներ, որոնք վաճառվում են բացօթյա, ոչ պատշաճ պայմաններում պահված,